շարունակ։ Բայց մենք շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում։ Ու դրանից անկանոն շարժումներ եւ անկանոն գորգորոսներով լցրել են Հայաստանի Հանրապետությունը։ Համեցեք Տիկին Վարդապետ։ Ձեր թույլտվությամբ, պարոն վարչապետ, ուղղակի հստակեցնեմ, Դիլիջանի մանկապարտեզը, այո, 19 տարի շարունակ չի բարեկարգվել եւ պատկանել է առաջինը երեխաներին հասարակական բարեգործական կազմակերպությանը, հիմնադրամին, որը ճիշտ է պատկանել է նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի տիկնոջը, Տիկին Նանե Օսկանյանին եւ ըստ էության քրեական վարույթի շրջանակներում է, որ հաշտության արդյունքում համայնքի հետ 19 տարի շարունակ ուղղակի դատարկ կանգնած շենքը վերադարձվեց համայնքին եւ մենք նաեւ ճշտել ենք արդեն մեր գործընկերներից, որ ներառված է սուբվենցիոն ծրագրում եւ առաջիկայում նույնիսկ ներկայացված է կառավարության հաստատմանը, որպեսզի մանկապարտեզը վերանորոգվի, հիմնանորոգվի ըստ էության եւ մեր հաշվարկներով մոտ 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից հենց այս մասնաշենքը ժամանակին շահագործման չհանձնելու արդյունքում։ Ձեր թույլտվությամբ ուղղակի շարունակականություն ընդգծելու եւս մի եւ ուղղություններից եւս մեկի մասին խոսեմ, դա վերականգնված միջոցների միասնական հաշիվն է 2 տարի շարունակ աշխատանքի արդյունքում, պարոն վարչապետ, 2024 թվականի դեկտեմբերի 5-ին կառավարության նիստը հաստատեց վերականգնված միջոցների միասնական հաշվի գոյության փաստը եւ նշեմ, որ մինչ այսօր առավոտյան 9:30 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ գումար է արդեն մուտք արվել հաշվին, որը օգտագործվել է ֆինանսների նախարարության կողմից, դա եթե վերածենք ամերիկյան դոլարների մոտավորապես 44 միլիոն 177 հազար ամերիկյան դոլար է։ Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել ֆինանսների նախարարությանը եւ կարճ անդրադառնամ նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պարոն վարչապետ, վերջերս շատ քննարկեցին ու շատ շահարկեցին, որ այ հեսա բոլոր հայցերը հերթով կհրաժարվեք այդ հայցերը բոլորը հետ կվերցնեք ներողություն կխնդրեք, ել չգիտեմ ինչ կանեք, ուղղակի ուզում եի նշել, որ այս պահին 152 հայցադիմում ունենք դատարանում եւ 5 հայցադիմումների վերաբերյալ ունենք կայացված դատական ակտեր, բայց դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել, այդ դատական ակտերի մի մասի հետ մենք համաձայն չենք բողոքարկել ենք, մի մասի հետ պատասխանողները համաձայն չեն բողոքարկել են, բայց process-ը բնականon հունով շարունակվում է, ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է, նաեւ հիշեցնեմ, որ այս գործառույթի շրջանակներում 2023-24 թվականների ընթացքում 8 հաշտության համաձայնություն է կնքվել, որոնցով Հայաստանի Հանրապետությանը արդեն վերադարձվել է եւ ամրացվել է Հայաստանի Հանրապետությանը 7 անշարժ 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ 815 միլիոն 200 հազար դրամ է մուտքագրվել վերականգնված միջոցների միասնական հաշվին եւ 50.720 եվրո միայն այս լիազորության ուղղությամբ, պարոն վարչապետ, նշեմ, որ անշարժ գույքերի շուկայական արժեքը կրկին կադաստրային մոտարկված շուկայական արժեքը 4 միլիարդ 200 միլիոն դրամ է։ Նաև մեկ օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել, մեկ բնակարանի եւ մեկ առանձնատան նկատմամբ 2025 թվականի ապրիլի 10-ին կառավարության որոշմամբ այս երկու գույքերը ամրացվել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Գործընթացն ընթացքի մեջ է, շարունակական քայլերով շարժվում է առաջ, ապօրինի գույքի մասով միայն նշեմ, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո դատական պրակտիկան որոշակի իհարկե հստակեցումների ենթարկվում է, արդեն գործընթացն ընթացքի մեջ է եւ կոնկրետ հայցերով լինում են իրավիճակներ, երբ մենք վերահաշվարկներ ենք անում կամ նոր հիմքերով ուսումնասիրություններ ենք կատարած լինում եւ նոր հայցեր ենք ներկայացնում դատարան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, բայց ես այնուամենայնիվ հասկանում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը նախ շատ կարևոր էր արձանագրելու, որ համակարգը սահմանադրական է, բայց այնուամենայնիվ այնտեղ կարգավորումներ բերվեցին, որը կարծում եմ տրամաբանական է, որ եթե խոսում ենք ապօրինի գույքի մասին, պետքա որոշակի կապ լինի պաշտոնավարման եւ պետական պաշտոնի կոնկրետ ժամկետների եւ այլնի հետ եւ ես ինչքան հասկանում եմ, որոշ դեպքեր կլինի, որ ինչ որ հայցերից պետք կլինի հրաժարվել, հետագայում այլ
այլ վերահաշվարկների եւ այլնի առումով այդտեղ էլ մեծ խնդիր չկա, որովհետեւ դա իրավական գործընթաց է եւ ընդհանուրի մեջ էական տոկոս չի լինի, ել չեմ ասում այդ նոր կարգավորումը չի խոչընդոտ դառնա արդեն Սահմանադրական դատարանի սահմանած շրջանակում վերադառնալ այդ հարցին եւ արդեն պաշտոնավարման հետ ուղիղ կապի ապացուցելիության պարագայում այդ նույն հարցերին անդրադառնալ։ Այսինքն շատ կարևոր է, որ համակարգը ըստ էության Սահմանադրական դատարանի որոշմամբ վերջնականապես կայացավ։ Եվ մենք գիտենք նաեւ, որ ինչ որ առումով դատարանները որոշակի սպասողականություն էլ ունեին կապված Սահմանադրական դատարանի որոշման հետ, որովհետև դա էլ հասկանալի է, հիմա ասենք դատավորները չէին ուզենա կայացնել որոշումներ, որոնք կարող էին Սահմանադրական դատարանի որոշմամբ ըստ էության հակադրության մեջ մտնել, եւ հիմա համոզված եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը արդեն ավելի հստակ եւ անառարկելի պրակտիկա կձևավորի եւ դատախազության եւ դատարանների համար ավելի հեշտ կլինի կանխատեսելի հանրության համար կանխատեսելի միջավայրում աշխատել, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Շնորհակալ, ճիշտ եք, պարոն վարչապետ, ես կանխատեսելի բառն էի ուզում ավելացնել, դուք խոսքի վերջում նշեցիք, սա կանխատեսելիության կարևոր ուղենիշ է մեզ համար, այո, կան հայցեր, որոնցից դատախազությունը հրաժարվել է, բայց այդ հայցերը կապված են եղել Սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցված կարգավորումներով եւ օրինակ կապված չեն եղել ձեր կողմից նշված պաշտոնավարման հետ կամ օրինակ ընդհանրապես հանցագործության հետ կապված չեն եղել, դրանք շատ փոքր տոկոս են կազմում, որովհետեւ ի սկզբանե էլ որոշակի տրամաբանություն է եղել հանցագործության հետ չփոխկապակցված հայցեր չներկայացնելու, նաև գիտեք, որ օպերատիվ հետախուզական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունն է հիմք, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքը սկսի ուսումնասիրություն իրականացնել, այս առումով նույն process-ը անցել ենք նաև համայնքային շահերի հետ կապված, ուղղակի այնտեղ Վճռաբեկ դատարանը խաղի կանոնները սահմանեց, պարոն վարչապետ, դրանից հետո մենք համայնքային շահով սկսեցինք ավելի հստակ եւ դատարանների կողմից կանխատեսելի եւ ընդունելի հայցեր ներկայացնել, նույն process-ը այստեղ է հենց հիմա տեղի ունենում եւ այսա նորմալ աշխատանքային գործընթաց է։ Ես նշեցի, որ մենք էլ կա վճիռներ, որոնց հետ համաձայն չենք ու բողոքարկում ենք։ Կան գործեր, որոնցով եւ մենք եւ պատասխանող կողմը, օրինակ Վճռաբեկ բողոք է ներկայացրել, որովհետեւ մենք մեր մասով, նրանք իրենց մասով համաձայն չեն դատարանի կողմից ներկայացված դիրքորոշումների հետ, նաեւ մենք որոշ դեպքերում ակնկալում ենք, որ բարձր դատարանը, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը եւս կսահմանի իրավական որոշակիության շրջանակներ, որպեսզի մենք հետագայում Հայաստանի Հանրապետության համար խնդիրներ չստեղծենք սեփականության իրավունքի մասով։ Շնորհակալ եմ։ Համեցեք, պարոն։ Պարոն վարչապետ, ես ուզում եմ այնուամենայնիվ եւս մեկ անգամ այս սուր տեղեկատվությանը մենք անդրադառնանք, որովհետև ստացվում է, որ Վարդան Օսկանյանի կինը բարեգործական կազմակերպություն է հիմնադրում եւ այդ բարեգործական կազմակերպության իրականացած չակերտավոր բարեգործության արդյունքում տարեկան 120 երեխա, եթե անգամ ամեն երեխա միջինը 2 տարի գնա մանկապարտեզ, ապա ստացվում է 1200 դիլիջանցի երեխա 20 տարի զրկվել է մանկապարտեզ գնալու իրավունքից։ Այսինքն Վարդան Օսկանյանի եւ իր տիկնոջ բարեգործության արդյունքում 1200 դիլիջանցի երեխա ընդհանրապես 20 տարվա ընթացքում չի գնացել մանկապարտեզ։ Այս մարդկանց բարոյական նկարագիրը եւ իրանց իրականացած բարեգործությունների շրջանակը, որից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչեւ կոկորտը կուշտ են։ Համաձայն եմ, պարոն Պապոյան, բայց հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել մի այսպիսի հանգամանքի վրա, որովհետև այո, այն որ մենք այսպես շեշտադրումներ ենք անում, այն որ մեզ այսպիսի շեշտադրումներ ենք անում, իհարկե դա որոշակի առումով ունի էմոցիոնալ կոմպոնենտ, որոշակի առումով ունի քաղաքական կոմպոնենտ, բայց ուզում եմ ասել, որ որոշակի առումով ունի նաև բարոյական կոմպոնենտ։ Ո՞րն է այդ բարոյական կոմպոնենտը։ Բարոյական կոմպոնենտը այն է, ինչը գրված է նոր կտակարանում, որը ասում է՝ մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Սա շատ կարևոր նրբություն է, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որովհետև այս բոլոր համակարգերը, որ մենք ներդրում ենք, այդ բոլոր համակարգերը ներդնելը միայն նրա մասին չի, որ մենք ուրիշներին դատում ենք։
այլ նրա մասին է, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու։ Գոնե իմ ըմբռնում է այսպիսին է։ Ասենք մենք չենք կարա վերցնենք մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից եւ տանք մեր կնոջը լավ չի ինչու։ Եվ չեն կարող տանել մեր կանանց, մեր երեխաներին եւ այդպես շարունակ։ Որովհետեւ միշտ մեջբերում են նոր ասում են մի դատիր, որ չդատվես, վերջակետ։ Բայց այդ նախադասությունը ուրիշ ասում է մի դատիր, որ չդատվես, որովհետեւ ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Հիմա մենք ապօրինի գույքի բռնագանձման այդ 4 ուղղությունները, իմիջիայլոց ուզում եմ մեր դե յուրե այդտեղ 4 ուղղություն կա, համայնքային շահ, պետական շահ, ապօրինի գույք եւ քրեական գործերի շրջանակներում բռնագանձումներ, դե մենք քաղաքականապես բոլորը անունը դնում ենք ապօրինի գույք։ Կարծում եմ դա մեծ մեղք չի, որովհետեւ մենք իրավական ձևակերպումներ այս ապօրինի գույքի վերադարձի process-ը նաեւ դրա մասին է, որ ինչ դատով դատում ենք, նույն դատով էլ մեծ ենք դատելու։ Հա, չէ, դատել չի նշանակում պարտադիր, որ դատավճիռ կայացնել, դատել նշանակում է նաև վերաբերվել։ Այսինքն նույն վերաբերմունքը մեր դեպքում է լինելու, մեր դեպքում։ Ես ձեզ ավելին ասեմ, մեր իշխանության ժամանակ նման համակարգով օտարված գույք մենք վերադարձրել ենք նույն համայնքային շահի պաշտպանության եւ քրեական գործի շրջանակում մեր կառավարության օրոք, մեր պաշտոնյայի կողմից կայացրած որոշմամբ նմանատիպ մի գործարք մենք վերացրել ենք, կարող է դրա արդյունքում նույնիսկ այդ համայնքում, այդ թվում դրա արդյունքում այդ համայնքում ընտրությունները պարտվել ենք։ Բայց կապ չունի։ Սկզբունքը դրված է, չի կարող, մերոնք ձերոնք չկան։ Կա գույք, կա պետական գույք եւ կա օրինական գույք եւ կա ապօրինի գույք, կապ չունի։ Եվ այս սկզբունքային ճանապարհը մենք շարունակելու ենք եւ ուրիշ տարբերակ չկա։ Ես ուզում եմ ասեմ, այո, իհարկե քաղաքական կոմպոնենտ կա ու քաղաքական կոմպոնենտն այն չի, որ մենք ինչ որ մեկի դες թշնամացած ենք ուզում, քաղաքական կոմպոնենտն է նա, որ մենք մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորություններ, բայց մյուս կողմից տեսեք հիմա համադրական դատարանը որոշում է կայացրել, իրավական համակարգ է ստեղծել, հա ինչ որ հայցերից դատախազությունը կհրաժարվի եւ կառավարությունն չի առարկում, որովհետեւ եթե մեր սկզբունքը լիներ բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչը վերցնել, այսքան չենք չարչարվի, ժողովուրդ ջան։ Այսքան չենք չարչարվի, այսքան օրենքի նախագիծ, փոփոխություն, նոր օրենք, նոր դատարան, նոր համակարգ, համադրական դատարանի որոշում եւ այլն, եվրոպական դատարանի, հենա կգնայինք կվերցնենք, բայց 10 անգամ դրան անդրադարձել ենք։ Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք, որովհետև դա իրավակարգի եւ պետության կորուստ կլինի։ Բայց մյուս կողմից էլ մենք հետևական ենք, որովհետև այո մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորությունը, այո ուշացումով, գուցե ուշացումով այդ համակարգը թափ է հավաքում եւ բնականաբար մեծ հակազդեցություն ինչքան ինչքան գնա այդ հակազդեցությունը մեծանալու է։ Եվ այս նաև այդ հակազդեցությունից պաշտպանվելու համար է, որ մենք հասցեական թիրախային պետք է ասենք։ Ես պատահական օրինակը չբերեցի։ Այդ նույն ժամանակ ես գիտեի, չէ, բնականաբար ում անվան հետ է կապվում, բայց ես ոչ մի անուն չտվեցի մտածելով դե լավ, դե հիմա ինչ կարիք կա ամեն անգամ շեշտել, բայց սրանից հետո տեն չի լինելու։ Ամեն անգամ շեշտելու են, որովհետև այդ մեր կոռեկտության փորձը լրիվ ուրիշ ձև է օգտագործվում, լրիվ ուրիշ ձև է մեկնաբանվում։ Եվ հետևաբար ոչ միայն իրերն ենք կոչելու իրար անուններով, այլև իրերի հետ կապված մարդկանց էլ ենք կոչելու իրանց անուններով, որպեսզի որևէ տարընթերցում չմնա։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ ուղղակի դուք նշեցիք վերջին տարիներին կատարված թափանիվը թափ հավաքելու մասին, ես կցանկանայի ուղղակի թվերը նշել, որ ավելի ակնհայտ լինի, թե հետևողական աշխատանքի արդյունքում ինչ գործընթաց ունենք։
Մենք այս տարի իմ տարեկան հաղորդման համար 2018-24 թվականներն էինք համադրել եւ ելի թվերով չծանրաբեռնելու նպատակով ուղղակի նշեմ, որ շուրջ 46%-ը 96 միլիարդ 934 միլիոն դրամ վերադարձվել է 2023 եւ 24 թվականների ընթացքում։ Խոսքը չի գնում արգելադրված, ապագայում վերադարձվելիք, խոսքը գնում է փաստացի Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին վերադարձված գույքի եւ դրամական միջոցների մասին։ Այսինքն այս առումով թվերը գոնե ցույց են տալիս, թե ինչքան արդյունավետ, ճիշտ է երկար, բայց արդյունավետ ճանապարհ է անցել ապօրինի ծագում ունեցող գույքը հավաքական իմաստով եւ 23-24 թվականների ցուցանիշը դա ամբողջ 2018-24 թվականների ցուցանիշի համարյա կեսն է։ Համեցեք բան խոտեց։ Պարոն վարչապետ, կարծում եմ լավ առիթ է բարձրաձայնելու, որի կատարում են ձեր հանձնարարականի, մենք արդեն ունենք որոշում, որի մասին եւ մարզպետների աշխատակազմերը եւ համայնքները պատշաճ ծանուցվել են, ըստ որի առաջարկում ենք համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վաճառել վաճառքի համար մեկնարկային գին սահմանել շուկայական արժեքից ոչ պակաս, սա հնարավորություն կտա իրականում շուկայական արժեքին մոտ կամ դրանից ավելի բարձր գնով իրականացնել վաճառքը։ Շատ լավ։ Եվ ինչ համեցեք։ Մեծ արգո վարչապետ հարցը Տիկին Վարդապետյանին է։ Ապօրինի օտարված գույքի հանրության եւ պետությանը վերադարձման հետ զուգահեռ մենք կարողանում ենք նաեւ վերադարձնել այն շահույթը, եթե այդպեսին կա, որը ապօրինի օտարման շահառուները գոյացնում են գույքի շահագործման ընթացքում կամ արդյունքում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում ներկայացված հայցերով միայն գույքերը չեն, նաև դրամական միջոցներն են, որը ներառում է նաև ձեր կողմից նշած շահույթը։ Շատ լավ։ Կան այլ դիտարկումներ։ Չկան։ Դե այս թեմայով կարելի է դեռ երկար խոսալ, բայց առիթներ դեռ կունենանք։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 28-ը թմրամիջոցներ եւ հոգեմետ հոգեներգործու նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար